Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Ազատությանը հայտնել են Պաշտպանության նախարարությունից արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին։ Գերատեսչությունից միաժամանակ ընդգծել են հրադադարի ինտենսիվ, էական, այլ կերպ ասած նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Նշենք, որ Բաքուն վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է Հայաստանի կողմից հրադադարի խախտումների մասին։ Երևանը հերքում ադրբեջանական ապատեղեկատվությունը։ 2024 թվականին զինվորական ծառայությունից կամ զորակոչից խուսափելու փաստով հետախուզվել է 10,910 մեղադրյալ, դրանցից 561-ը հայտնաբերվել է, հաղորդում է գլխավոր դատախազությունը։ 2023 թվականին նույն հոդվածով հետախուզվել է 11,492 մեղադրյալ, հայտնաբերվել 398-ը։ Հայաստանի ու Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացումը գործնականում իրական կլինի առնվազն 4-5 տարի անց, նշում է Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նա միաժամանակ հավելում է, այս ժամկետը նշում է միայն հիմք ընդունելով այլ երկրների փորձը։ Ոչ ոք Հայաստանի առջև ժամկետներ չի դնում, թե երբ պետք է ավարտել այդ ուղղությամբ աշխատանքը։ Երբ այն ավարտենք, այդ ժամանակ էլ կլինի վիզային ռեժիմի ազատականացումը, ընդգծում է Դավթյանը։ Նա նաեւ վստահեցնում է, եվրոպացի փորձագետները տպավորված են Հայաստանի արդյունքներով։ Ամերիկացի միլիարդատեր ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հանդես է եկել Եվրամիության հետ զրոյական առևտրային մաքսատուրքերի օգտին։ Իտալիայի Լիգա կուսակցության համագումարին ուղղված տեսաուղերձում նա հույս է հայտնել, որ այդ հարցով համաձայնություն ձեռք կբերվի։ Եթե մարդիկ ցանկանում են աշխատել Եվրոպայում կամ ցանկանում են աշխատել Հյուսիսային Ամերիկայում, նրանց պետք է թույլ տալ դա անել, հայտարարել է Մասկը, հավելելով, որ դա իր խորհուրդն է նախագահ Թրամփին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Քննարկումների օրակարգում երկու հիմնական հարցեր են՝ Գազայում պատերազմը եւ մաքսատուրքերը։ Օրակարգում կլինեն նաեւ Իսրայել-Թուրքիա հարաբերություններին, իրանական սպառնալիքներին եւ միջազգային քրեական դատարանի դեմ առերեսվելուն առնչվող հարցեր։ Նեթանյահուն հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում Թրամփը կմեղմացնի Իսրայելի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։ Թրամփի հայտարարած նոր մաքսային քաղաքականության համաձայն իսրայելական ապրանքների համար 17% մաքսատուրքեր են սահմանվել։ Մոսկվայում ձյան տեղումներ են, առանձին շրջաններում ձյան ծածկույթը հասել է 13 սանտիմետրի, Մոսկվայի մարզում 16 սանտիմետրի։ Ճանապարհներին մեր կասառույց է։ Ըստ կանխատեսումների ձյան տեղումները կուժգնանան եւ կշարունակվեն մինչեւ ապրիլի 8-ը։ Հաղորդվում է նաեւ, որ եղանակային անոմալ պայմանները շղթայական ավտովթարների պատճառ են դարձել, տուժածներ կան։